Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ մի փոքր ավելի տրամադրությունը բարձր պահող ձայնով ողջունել բոլորիդ, որովհետև վստահ եմ Ավետիքը, անկախ նրանից, որ բանտված է, ճաղերի ետևում, իր տրամադրությունը ազգային պայքարում բարձր է պահել։ Քաղաքականությամբ զբաղվելը Հայաստանում այսօր դարձել է հանցագործություն, եւ Ավետիք Չալաբյանը այսօր դարձել է դասական քաղաքական բանտարկյալ, իր քաղաքական հայացքների համար հետապնդվող եւ բանտվող մարդ։ Եվ այսօրվա մեր այս միջոցառումը եւ ակցիան, որը նվիրված է ըստ էության Ավետիք Չալաբյանին, նպատակ ունի Ավետիքի, հանձին Ավետիքի բարձրացնելու քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց, քաղաքական, հանրային, հասարակական գործիչների եւ պարզապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնդիրը։ Քաղաքականությամբ զբաղվելը հանցագործություն չէ, ազատ խոսքը դատավճիռ չէ։ Այս խոսքերը վստահաբար վերագրելի են Ավետիքին, քանզի իր շուրջ 1 տասնամյակ քաղաքական հանրային գործունեությամբ Ավետիք Չալաբյանը ապացուցել է, որ պարզապես հնարավոր չէ բանտել ազատ խոսքը։ Ավետիք Չալաբյանի կերպարը հայ քաղաքական դաշտում վստահաբար կարող եմ ասել, որ քաղաքական մշակույթի փոփոխության վառ դրսևորումներից է, եւ նա կարողացավ դառնալ հենց այն անձը, ով ապացուցեց, որ սեփական փորձով, հարուստ կենսագրությամբ, հարուստ աշխատանքային փորձով, չլինելով նախկինում պաշտոնյա, կարող է քաղաքական դաշտում դառնալ դերակատար, ստանձնել պարտավորություն, պատասխանատվություն սեփական ազգի եւ պետության առջեւ եւ պատրաստ լինել այդ բեռը տանելու անկախ նրանից, թե օրվա իշխանությունը ինչ քայլեր կարող է ձեռնարկել նրա դեմ։ Եվ այսօր էլ նա շարունակում է իր ազատ խոսքի միջոցով մեր ոգին, պայքարի ոգին բարձր պահել եւ ցույց տալ, որ 4 պատը կամ ճաղերը նույնիսկ ունակ չեն բանտելու ազատ հոգին, ազատ ոգին եւ ազատ խոսքը։ Ես կարծում եմ, որ այսօր առավել քան երբևէ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը հանձին իր բոլոր անդամների, որ այստեղ գտնվում են նրանց մի մասը, մենք տարածված ենք Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերով, գոտեպնդված են, ոգեշնչված են եւ հաստատ հուսալքված չեն, անկախ նրանից, որ մեր համակարգողը գտնվում է 4 պատի ետևում։ Ես վստահ եմ առավել քան երբևէ, որ վերագրելի մեղադրանքները մի օր պարզապես փչվելու են, որովհետև մեղադրանքը չի կարող լինել դատավճիռ, եւ դատարանները չեն կարող պարզապես մարդուն կալանքի տակ պահել, նույնիսկ այն համատեքստում, որ երբեմն շեշտում են, թե անմեղության կանխավարկած գոյություն ունի։ Այո, անմեղության կանխավարկածը իրավական պետությունում պետք է տեղ գտնել։ Եվ մի օր մեր իրավունքները վերականգնվելու են։ Ավետիք Չալաբյանին եւ բոլոր քաղբանտարկյալներին մաղթում ենք ազատություն։ Ազատ խոսքը երբեք հնարավոր չէ բանտել։